Ձեր կարծիքով խաղաղության դրսևորում է, երբ Ալիևը Զանգեզուրի միջանց ձևակերպումից հաճույք է ստանում։ Չէ, вообще չեմ հասկանում, ես ինչ խաղաղությունն է ճիշտ ասած։ Ինչ ասեմ, ասեք։ Դե իշխանությունն ասում է խաղաղության դարաշրջան է արդեն գա։ Իշխանությունը նենց իշխանությունն է, որ ինչ ասես կարա դուրս տա։ Ասեք խերելն է դրանից ջան։ Դա սոսկալի է, էլի, ոնց ժողովուրդը չի հասկանում, որ մենք պրոստը կործանվում ենք, մեզ մնում է մնակ Հայաստանի անունը փոխեն, ի վсё, մնացած ամեն ինչ մենք զիջել ենք, բան չեմ կարող ասեմ, էլի։ Բայց իշխանությունն ասում է արդեն իշխանություն չկա, այդ իշխանություն դա թյուրամաչությունը։ Բոլորը մեզ մոտ ամեն ինչ լավ ալնելու, մի փոքր համբերենք ամեն ինչ լավ է, խաղաղություն ենք ունենալու, տնտեսությունն էլ զարգանալու, ամեն ինչ լավ ալնելու։ Պետք է համախմբվենք ու համբերենք։ Պետք է լավատեսորեն աշխատում են մարդիկ, թող աշխատեն։ Մարդիկ այսօր աշխատում են, ու խաղաղություն այսօր զգում ենք մենք։ Թե տնտեսության մեջ, թե սահմանները լավ է, երեխեք ջան, լավ է ալել, ձեզ ցավը տանեմ։ Շատ դժվար հարց եք տալի, որովհետև խնդիրը ոչ միայն Ալիևի մեջ է, այլ ամբողջ աշխարհակական քաղաքական դրսևորումները, որովհետև ամբողջ ամեն ինչը, որ Ալիևից կամ մեր վարչապետից է կախված։ Ինձ թվում է խաղաղությունը լինում է շոշափելի, եթե չկա պատերազմ, ուրեմն չկա խաղաղություն, իսկ մնացածը արդեն ձևակերպումների հարց է։ Իսկ համաձայն եք Փաշինյանի հետ, որ հիմա խաղաղության դարաշրջանում է։ Ես ոչ մեկի հետ համաձայն չեմ, շնորհակալություն։ Ոչ իհարկե։ Չեմ իմանում։ Ինքը միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչները ասել է հաճույք է ստանում, երբ ասում են, որ Զանգեզուրի միջանց ձևակերպում։ Դա խաղաղության դրսևորում է։ Տղամարդը դաշվիժիկն է խաղանում։ Սաղ սուտ ասելով այդ առաջ։ Ինչ է ուշադրություն դարձնել։ Գրավեն вообще да, վաղուց խաշ պնյակն է վերջացան։ Կարծում եմ խաղաղությունը միջազգային կատեգորիա է եւ դա համընդհանուր համամարտկային արժեք է եւ անկախ անձերից եւ երկրներից մենք բոլորս պիտի միավորվենք այդ նպատակին որպես ազգ եւ որպես մոլորակ հասնելու համար։ Մեր իշխանություններն ասում են, որ Ադրբեջանի հետ արդեն խաղաղություն է ձեռք բերվել, բայց Ալիևը չի հրաժարվում Զանգեզուրի միջանց գաղափարից եւ միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներն ասում են իրեն հաճույք է պատճառում, երբ իրենք Զանգեզուրի միջանց ձևակերպում ունեն։ Կարծում եմ ավելի շատ արժեք կենտրոնանալ ոչ թե ձևակերպման, այլ դրա ներքո գտնվող բավանդակության տակ եւ ավելի խոր ուսումնասիրել հասկանալու համար ինչ գործիքներ կան դա թափանցիկորեն վերլուծելու եւ հասկանալու եւ արդյոք խնդիրը բառի մեջ է բառակապակցության, թե դրատակի բովանդակության եւ եթե բովանդակության մեջ է հարցը, ապա այո կան մտահոգիչ կետեր եւ արժե քննարկում անել տարբեր սեկտորներով, տարբեր stakeholder-ներով հասկանալու համար, թե որտեղ է համընդհանուր ճշմարտությունը ի նպաստ մեր երկրի զարգացման։ Իհարկե ոչ, խաղաղությունը դա ներկայումս թվացial է եւ ինչքան մենք զիջենք, այնքան Ալիևը ավելի կլկտիանա, ավելի պահանջատեր կդառնա ու ես եւ ներկայիս քաղաքական իշխանությանը եւ ապագայի քաղաքական իշխանությանը հորդորում եմ, խորհուրդ եմ տալիս, ինչքան հնարավոր է բարձրացնել մեր ազգի մարտունակությունը, բանակի մարտունակությունը, ազատագրել Արցախը, ազատագրել բոլոր կորցրած տարածքները, որպեսզի մենք կարողանանք որպես արժանապատիվ ազգ գոյություն ունենանք այս երկրում, այս եթե այսպես ասում են հողագնդի վրա։ Ալիևը, Թուրքը այնպիսի հոգեբանություն ունեն, որ նրանք ինչքան պահանջում են, ինչքան տալիս ես, այնքան ավելի են լկտիանում, այնքան ավելի են չարանում ու դառնում արյունարբու։ Հետևաբար իմ խորհուրդն է ազատագրել Արցախը, ազատագրել մեր այսպես զիջած տարածքները ու արժանապատիվ ապրել, նորից եմ շեշտում, ազգը պետք է արժանապատիվ ապրել, ոչ թե այսպես քարշ գալ։ Սա քարշ գալ է, սա նվաստացում է, սա մեզ չի սազում, սա հայկական հոգեբանությանը, հայկական մտածելակերպին անհարիր է այն, ինչ որ կատարվում է։ Ինչ խաղաղություն։ Հավատում եք, որ խաղաղություն, հա։ Եթե միկրոֆոնը դեզանից ուզեմ, ասես, միկրոֆոնն էլ եմ տալիս են կամերան էլ հետ է։ Ես դες հետ ինչի պետք է կառվեմ, ինչի պետք է ընդհանրեն։ Ինչ ուզում տալիս են խաղաղություն, հա դա։
Դե իշխանությունն ասում է խաղաղության դարաշրջան։ Իշխանությունը շատ բան է ասում։ Իշխանությունը ինչ ուզում են ասում է։ Ինչ որ իրան ձեռնտու են ասում։ Առավոտն ուրիշ բան ասում, երեկոն ուրիշ բան, կեսօրին ուրիշ բան։ Լրիվ իրար հակասող։ Եղել է այնց բան, որ ճիշտ բան ասեն։ Իշխանությունն երեկոնը կանգնեց ասում է թոշակառուին 10,000 դրամ տանք չի կարալու ծախսի, բաշարկ չունի որ ծախսի։ Առավոտն զարթնեց ասում է մարդու ծիծաղել է գալի։ 65 տարին 63 տարին ինչ բանի թոշակի տարի է։ 65 ինչ տարի է տարիք է։ 70-75 ինչ տարիք է։ Երեկոն ասում է շարքից դուրս եկած էր մարդը առավոտն ասում թոշակի տարիք չի, կարա գնա բիզնես անելու ամենալավ տարիքն է։ Այդ իշխանությունը։ Այդ իշխանությունը ասած իդայքինը, հա, ներվայնություն չեմ կարամ խոսել։ Ինչ իշխանություն։ Ալիևի Էրդողանի ծրագրավորած ռոբոտն, ինչ ասում են նրան, ինչ իշխանություն։